Պարոն Պետրոսյան, ես պետք է հարցս ուղղեմ։ Նայեք, ես Նիկոլ Փաշինյանը ասում էր, չկա դատավոր, որ իմ ասածը չանի, որ նրանք պատերի տակ վնգստում են։ Ես Նիկոլ Փաշինյանի խոսքը ուզում եմ ձեզ կգրեմ։ Դուք երբևիցե վնգստացել եք, պարոն Պետրոսյան։ Ոչ կոռեկտ է, քնար ջան, ձեր հարցը չեմ պատասխանի այդ հարցին, ոչ կոռեկտ է ձեր հարցը։ Նիկոլ Փաշինյանի ասածը արել եք, ինքը ասում է չկա դատավոր, որ իմ ասածը չանի։ Որևէ անգամ որևէ մեկը որևէ հանձնարարություն չի տվել։ Ես գործում եմ բացառապես սահմանադրությամբ եւ օրենքներին համապատասխան։ SMS-ներ ստանում եմ իմ ընկերներից, իմ տան անդամներից։ Չեք ստացել։ Ոչ, որևէ անգամ ես իր հեռախոսահամարը չունեմ, կարծում եմ ինքն էլ իմը չունի։ Պարոն Պետրոսյան, ձեր մասնագիտական գործունեության հետ կապված մշտապես հարցը բարձրացնում է։ Դուք եղել եք ՔՊ պատգամավորի տեխնացու եւ ըստ էության ձեր արդար դատավարության արդար քննությունը միշտ կասկածի տակ է դրվում։ Չունեք ասելիք։ 1 տարի եւ 6 ամիս ես պաշտոնավարում եմ, որևէ դեպք կարող եք մատնանշել, որ ես ոչ օբյեկտիվ եմ գտնվել եւ ոչ արտար ունեմ, բազմաթիվ ունեմ, այդ թվում նաեւ միջդատական վարույթի, կալանքների վերաբերյալ ըստ էության քննվող գործերով բազմաթիվ դատավճիռներ, որոշումներ, որոնք բոլոր դեպքերում կտրվենք անձանցից, որտեղ ես բազմիցս իմ խոսքում ասել եմ եւ չեմ զլանակը կրկնեմ, որ ինձ համար անձինք կարեւոր չեն։ Ես X անձ եմ վերաբերվում, թե գործի քննության շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց, թե միջնորդության քննարկման շրջանակներում։ Անձինք ինձ համար կարևոր չեն։ Ինձ համար կարևոր է սահմանադրությունը, օրենքները, միջնորդությանը կից ներկայացված նյութերը, քրեական գործը եւ դրանք ես գնահատում եմ սահմանադրության եւ օրենքներին համապատասխան իմ ներքին համոզմամբ։ Պարոն Պետրոսյան, մտավախություն չունեք, ասում են բոլոր նրանք, օրինակ ես տիկին մարտի 1-ի գործով Աննա Դանիբեկյանին, օրինակ ինքը իշխանությունների սրտի որոշումը կայացրեց, բայց արդյունքում լիազորությունները դադարեցրեցին ու ճանապարհեցին տուն։ Մտավախություն չունեք, դուք էլ եք Քնար ջան, ես որևէ մեկի սրտի որոշումը չեմ կայացնում։ Ես օրենքի սրտի որոշում եմ կայացնում եւ իմ որոշումները, իմ ակտերը բացառապես բխում են օրենքից եւ դրանք գնահատում եմ իմ խղճով, իմ ներքին համոզմունքներով եւ խիղճ ասելով մենք ինչ ենք հասկանում, որ ներքին սահման, որը չպետք է մենք անցնենք, այդ ներքին սահմանը պետք է պատրաստ լինի դիմագրավել ցանկացած մարտահրավերների։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան։ Որպես ձեր կայացած որոշումներից երբ Սամվել Կարապետյանի խափանման միջոցով կողմվեց, շատերը դա որակեցին որպես համարձակվել, շատերը որակեցին, որ պայմանավորվածություն է եղել, ուզում եմ երկրորդ մասից սկսել, ինչ պայմանավորվածություն, եթե բացահայտեք ինձ հետ որպես դատավոր, դուք հարցը տալիս եք որպես դատավոր Սարգիս Պետրոսյան, չէ՞, ոչ թե որպես քաղաքացի Սարգիս Պետրոսյան։ Որպես դատավոր Սարգիս Պետրոսյանին հետ որևէ մեկը չի կարող պայմանավորվածություն ձեռք բերել, դատավոր Սարգիս Պետրոսյանը գործում է բացառապես օրենքով եւ իր խղճով։ Սա այս մասով հաջորդը իմ բոլոր որոշումները, իմ բոլոր դատական ակտերը իրենց մեջ այո, որոշակի առումով համարձակություն պարունակում են։ Յուրաքանչյուր դատավոր պետք է լինի համարձակ, պետք է գործի սահմանադրությանը եւ օրենքների համապատասխան եւ դա ինքնին համարձակություն է իր մեջ պարունակում։ Այնինչ այսօր տեղի է ունենում, պետությունը խառնում է եկեղեցու գործերին, միջամտում է սահմանադրությամբ որպես դատավոր ինչպես եք մեկնաբանում այնինչ այսօր տեղի ունենում սահմանադրությամբ ամեն դեպքում պետությունը չի կարող մեկնաբանել, չեմ ցանկանում մեկնաբանել, իրավունք չունեմ, ինձ տեղի ունեցողին։ Ունեմ կաշկանդվածություն շատ հարցերի պատասխան տալու։ Պարոն Պետրոսյան, դուք մի շարք աղմկարարույց քրեական գործերով դատավոր եք, վերջերս ձեր որոշման արդյունքում ազատ արձակվեց Սամվել Կարապետյանը, ձեր նկատմամբ ճնշումներ կան այս որոշումից հետո։ Իմ նկատմամբ որևէ անգամ ճնշում չի եղել, չկան եւ լիահույս եմ երբևիցե չի լինի ճնշում։
դատավորի կողմից անկախ անաչառ դատական ակտ կայացնելու համար որևէ ճնշումներ չկան եւ չպետք է լինեն։ Նոր հիշեցի։ Você pelar. Մայրի միանոց է։